Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր ուզում եմ խոսել այն հարցի մասին, որն ունի հեռանկարային նշանակություն։ Պետության կայունության, մեր իրավունքի եւ մեր պարտականության մասին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն պետություն ունենալու, այլ այդ պետության համար պատասխանատվություն կրելուն։ Մենք հաճախ խոսում ենք անկախության, ինքնիշխանության մասին, բայց երբ խոսքը գնում է այն մասին, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր երկրում ու թե ինչպես մեր մասնակցությունը կարող է ձևավորել մեր պետությունը, մենք պետք է գիտակցենք, այդ մասնակցությունը ոչ միայն իրավունքն է, այլև պարտավորությունը։ Մեր երկրի ապագան սկսվում է նրանից, թե մենք որքան ենք պատրաստ ներդրում անել մեր պետական համակարգում։ Մենք ամեն օր վճարում ենք հարկեր, բայց հարկերը միայն թվեր չեն կամ պարտավորություններ։ Պետական բյուջեն մեր համատեղ դրամապանակն է։ Երբ մենք վճարում ենք հարկեր, մենք իրականում ներդրում ենք անում մեր պետության զարգացման մեջ, հաստատելով մեր իրավունքը եւ մեր պարտականությունը պետության առջեւ։ Այսպիսով, մենք ազգային ժողովի падգամավորներս պետք է խոսենք մեր երկրի բյուջեի մասին, որպես այն հիմնական գործիքի, որը կերտում է մեր պետության իրականությունը։ 2024 թվականի բյուջեի կատարողականը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք, որպես քաղաքացիներ, իրականում փոխկապակցված մեր բյուջեի հետ։ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում մենք արձանագրել ենք, որ հարկային եկամուտները կազմել են 2.391 միլիարդ դրամ, որը կազմում է 92.7% կատարման մակարդակ։ Այս թիվը խոսում է մեր ժողովրդի վստահության մասին, համակարգի նկատմամբ եւ պատրաստակամության մասին երկիրն առանցքային տնտեսական քայլերով առաջ տանելու։ Բյուջեում ընդհանուր ծախսերի չափը կազմել է 2.955 միլիարդ դրամ, որը իր հերթին ապահովել է 93.9% կատարողական։ Բայց հարկերը միայն թիվ չեն, դա նաեւ այն միջոցն է, որով մենք ձևավորում ենք մեր երկրի ներքին ուժը։ Այն, ինչ մենք ներդրում ենք պետության բյուջեում, վերադառնում է մեզ, իդեմս կրթության, առողջապահության, պաշտպանական համակարգի զարգացման եւ այլն։ Այդ մի քանի միլիարդ դրամը մենք ներդնում ենք ամեն մի հայի բարեկեցության մեջ։ 2024 թվականի պետական բյուջեում արձանագրված բարելավումները ու կատարողականը խոսում են նաեւ պետական ծախսերի կառուցվածքային փոփոխությունների մասին։ Կապիտալ ծախսերը կազմել են 557.8 միլիարդ դրամ, ինչը 12.8%-ով ավելի է նախորդ հաշվետու տարվա համեմատ։ Սա նշանակում է, որ մենք մեծապես ներդրում ենք անում մեր ենթակառուցվածքներում, դպրոցներից մինչև պաշտպանություն։ Այս գումարը թույլ է տալիս շարունակել ենթակառուցվածքների զարգացումը, կյանքի կոչելով համատեղ ծրագրերը։ Մասնավորապես հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների կառուցման ծրագիրը արդեն մեկնարկել է, ինչը վստահաբար դրական ազդեցություն կունենա մեր հանրակրթական համակարգի ապագայի վրա։ Եվ իհարկե կարևոր է նշել, որ կառավարության պարտք հնահացուցանիշը 24 թվականին կազմել է 48.3%, ինչը գտնվում է սահմանված 50%-ից ցածր մակարդակում։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, որն ապահովում է երկրի մակրոտնտեսական կայունությունը եւ ոչ միայն ներկա, այլև ապագա ֆինանսական իրավիճակի կայունությունը։ Այսպիսով հարկերն ու ծախսերը ոչ միայն թվեր չեն, այլ դրանք արդյունքների հիմքն են։ Տարվա ընթացքում մեր երկրում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.9%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4.7%, հասնելով 3.34 միլիոն դրամի։ Սա վկայում է, որ մեր տնտեսությունն ունի կայուն աճի ներուժ, որը ապահովում է ոչ միայն արտաքին գործոններով, այլև մեր ներքին ուժով, մեր հարկերի, ներդրումների եւ նպատակային ծրագրերի շնորհիվ։ Հատուկ ընդգծեմ, որ պետության հզորությունն ու կայունությունը կախված են ոչ միայն թվերից ու ծրագրերից, այլ նաև մեր բոլորիս որպես քաղաքացու ակտիվ մասնակցությունից։ Երբ մենք վճարում ենք մեր հարկերը, մենք ոչ միայն մեր պարտքը կատարում ենք պետության առաջ, այլ նաև մեր երկրի կայուն ապագայի համար ներդրում ենք անում, այդ դեպքում պետությունը դառնում է ոչ միայն գաղափար, այլ կենթանի գործող մարմին մեզանից յուրաքանչյուրի մասնակցությամբ։ Ուստի ես վստահ եմ, որ եթե մենք շարունակում ենք մասնակցությունը, շարունակում ենք կատարել մեր ներդրումը, մեր պետության կառավարման եւ ֆինանսների մեջ, մենք կարողանանք կառուցել այն պետությունը, որի տերը մենք բոլորս պետք է լինենք։ Հանրային ֆինանսների կառավարման համատեքստում ոչ պակաս կարևոր է պետական ծախսերի ոչ միայն ծավալը, այլ կատարողականի որակը եւ արդյունավետությունը։
Այս ուղղությամբ կառավարությունը քայլեր է իրականացնում, սակայն առաջընթացի իրական գնահատումն առավել խորը մոտեցումներ ու ժամանակ է պահանջում։ Մենք պետք է դուրս գանք միայն ծախսված գումարի քանակական գնահատման շրջանակից եւ կենտրոնանանք մեկ հիմնարար հարցի վրա։ Ինչ ազդեցություն են ունենում այս ծախսերը քաղաքացիների կյանքի որակի, տնտեսության զարգացման եւ հանրային ծառայությունների բարելավման վրա։ Հենց այս պատճառով ազգային ժողովը իր վերահսկողական գործառույթների շրջանակում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիրը։ Մեր իրավասության եւ գործիքակազմի շրջանակում մենք պարտավոր ենք հետևել, որ յուրաքանչյուր դրամ պետական բյուջեից ծառայի իր նպատակին հաշվետու եւ չափելի արդյունքով։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է արդյունքային ցուցանիշների շարունակական բարելավումը, դրանց ամբողջական համադրումը ծրագրային բյուջետավորման տրամաբանության հետ։ Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի ապահովել համակարգային հաշվետվողականությունն ու վստահությունը, որն անհրաժեշտ է թե հանրությանը եւ թե միջազգային գործընկերներին։ Հաշվետու արդյունավետ եւ թափանցիկ բյուջեն մեր ամենակարևոր գործիքն է արժանապատիվ պետություն կառուցելու ճանապարհին։ Ամփոփելով պետք է նշեմ, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է ծառայել 21-26 թվականների ծրագրային նպատակներին, շեշտը դնելով պետական ներդրումների աճի, ծախսերի արդյունավետության եւ պարտքի կայունության պահպանման վրա։ Տնտեսական աճի ներուժային շեմին մոտենալու պայմաններում քաղաքականությունն ունեցել է չեզոք, բայց կառուցողական բնույթ, միտված թե զարգացման հիմքերի ամրապնդմանը եւ թե մակրոֆինանսական կայունության պահպանմանը։ Այս ամենը մեզ պարտավորեցնում է որպես ազգային ժողով շարունակել վերահսկողական եւ օրենսդրական ջանքերը, ապահովելու պետական ֆինանսների առավել թափանցիկ եւ արդյունքատու կառավարում։ Միայն այդ կերպ մենք կկարողանանք ապահովել հանրության վստահությունն ու հզորացնել մեր պետության տնտեսական հիմքերը։ Ամփոփելով նշեմ, որ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը համակողմանի ուսումնասիրություններից հետո տվել է դրական եզրակացություն 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը, հիմք ընդունելով բյուջետային գործընթացում արձանագրված արդյունքները, առաջընթացը եւ առկա բարելավման տեմպերը։ Շնորհակալություն։